Պարոն Ղազարյան, չեք պատրաստվում մինչև վերջ մասնակցել պատարագին, սուրբ հաղորդություն ստանալ։ Ասեց ելի խնդրում եմ։ Հիմա դրա ժամանակը չէ՞։ Մշտապես պատարագի մասնակցությունը կիսատ եք թողել։ Ոչ, մշտապես կիսատ չենք թողել, հանգիստ եղեք, պատարագի երբ որ ցանկություն ա լինում, մեծ սիրով ես մասնակցում եմ։ Հիմա ցանկություն չունեք, հա, պատարագի մասնակցելու ոնց հասկացան։ Ես հիմա ծառայության մեջ եմ, խնդրում եմ հարգելի լրագրող ամենայն հարգանքով։ Բայց մինչ այս պահ եկեղեցու ներսում եք Ժորժան, մասնակցում եք ես նորից եմ կրկնում, հարցերին հետո կպատասխանեմ։ Կոնկրետ օր ժամ։ Կոնկրետ օր ժամ ձեզ կհայտարարեն կպատասխանեմ։ Հիմա այստեղ զրուցում եք, չէ՞, քաղաքացիների հետ, մեզ հետ էլ զրուցում եք, քաղաքացիների հետ զրուցում եք, մեզ հետ էլ զրուցում եք։ Ինչպես Շնորհք ինչու թույլ չտվեցին բարձրանալ վերև։ Այնտեղ ներքևում ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, դուք եթե տեղում եք եղել, ձեր հարցերը տայիք։ Չէ, ձեզ ենք հարցնում, ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել։ Դրա համար հարցը ձեզ ենք ուղղում։ Հետ գնացին տան Ղազարյան։ Ասում եմ, որ ոստիկանությունը որևիցե մեկին չի արգելում։ Մենք այս պահին հասարակական կարգ ենք ապահովում եւ որևիցե մեկին չենք արգելում։ Դեպի մուտքը ինչու չտվեցին, փակել էին ասացին։ Հարգելիս, նորից եմ կրկնում, այդ մնացած հարցերին ես երբ որ ընդհանուր կուսումնասիրեմ կտեսնեմ ինչ է եղել, ձեր հարցերին մանրամասն կբացատրեմ։ Փաստաբանը հայտարարեց, Ներեգություն դա ես սադրանքը ուսումնասիրել նորից եմ կրկնում, ցանկացած ես հիմա չեմ ուզում ձեր խոսքերին գնահատական տամ, որն է սադրանքը, միգուցե դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Մենք յուրաքանչյուր իրավիճակի, որտեղ որ կա անհրաժեշտություն ոստիկանության միջամտության, պարտադիր լինում է համապատասխան գործառույթ։ Պարոն ոստիկանապետ, փաստաբանը հայտնեց, որ հոգևորականները, որոնք հրավիրվել էին քննչական կոմիտե, այսօր նրանց բոլորի տների մոտ ուժեղացված ծառայություններ իրականացվել, անգամ երկուսին բռնել են, պարզել են, որ չեն գալիս հովանամանք, նոր միայն բաց են թողել։ Ինչպես սա կբացատրեք։ Երբ է եղել։ Այսօր առավոտյան։ Այսօր առավոտ բռնել են։ Այո, ասած եւ բռնել են։ Ճշտել են, որ չեն գալիս հովանամանք, բաց են թողել։ Հարգելիս, նորից եմ կրկնում, եկեղեցականներին երբ որ տրված է ծանոթագիր ներկայանալու, կարող է եւ ճշտել մենք եք հարգելիս Կիրակի օրով տրված է ծանոթագիր եւ ոստիկանությունը, քանի որ ծանոթագիրը պատշաճ ներկայացրել է նաեւ միգուցե ես ասում եմ բոլորին ոչ, բոլորի մասին չի խոսքը։ Ես հիմա դուք խոսում եք տրված հարցազրույցի հետ կապված, ես ձեզ ասեցի բոլոր հանգամանքների հետ կապված, նաեւ հարցազրույցի, նաեւ անհատ քաղաքացիների, նաեւ լրատվամիջոցների հետ կապված, եթե կլինեն համապատասխան տեսանյութեր, հոդվածներ, մենք կուսումնասիրենք, ըստ պատշաճ կտանք արձագանք։ Պարոն Ղազարյան, մի քանի օր առաջ եկեղեցում երբ որ հրում էին լրատվամիջոցները։ Ներեգություն, մենք պայմանավորվեցինք, ես ընդհանրապես հարգելով ձեզ, այս պահին մի քանի հարցի պատասխանեցի, մնացած հարցերը հետո կտակ։ Ես հարգում եմ ձեզ, այսօր նաև պատարագի օր է, խնդրում եմ բոլորը նույնպես հաղորդակցվեք Աստծո հետ եւ ես խնդրում եմ մնացած հարցերին խնդրում եմ գնահատականներ մի տվեք ես ներեգություն գնահատական քաղաքացուն Էլ ոչ մի հարց չեմ տալու, էլ ոչ մի հարցի չեմ պատասխանելու, վերջ։ Ժողովուրդ ջան, նորից եմ տեսեք, խնդրում եմ, էլի։ Բայց ինչու վերանը փակելով հանեցիք։ Ես ասում եմ մի հարց տվեք, всё, վերջացրինք։